6 տարեկանից որսով եմ զբաղվել, պարզ բանա, սկզբից պարսատիկով, ասես դու լուրջ տաղանդ ունես, ասես դու գնաս զբաղվի այս թեմայով, ասես դու իմ խոսքերը լավ հիշի, դու որսով ես դառնալու։ Պուլեմյոտ բան, ավտոմատ մեր մոտ չի կարելի, բայց քաղաքացին ինչ որ ձև ունի դրանով կրակի, ասենք հրաձգարանում կամ ռեզերվիստը։ Պատերազմը որ սկսվում է, սենց մատով սենց անես ու պատրաստի ինչ որ դիպուկ կրակող մարդկանց գլխաքանակ հայտնվի, դա ֆանտազիա այդպես բան չկա։ Մոտավորապես 1.5-ից 3 տարի պետք է որ դու ստաբիլ ռեզուլտատ ցույց տաս հրացանով։ Լավագույն աշակերտներին հրավիրում են իրանց տերիտորիա որսի, որ տենում են լավ գարանտիայով պատիվ են անում, հասկացա։ Այո, պատիվ են անում։ Որ դու գաս Հայաստան մեր համար դաս անելու ես, չէ՞։ Բարև ձեզ ընկերներ։ Այսօր նկարում ենք աշխարհի զինված հայերը հաղորդման Անդրանիկ թողարկումը։ Դա անելու ենք իմ լավ ընկեր Տիգրանի հետ։ Տիգրանը ապրում է Գերմանիայում, շատ ավելի առաջ է այս ամեն ինչի մեջ, քան կարող ենք մեզնից շատերս պատկերացնել։ Տարբեր հարցերով օգնել է թե ինձ, թե Ազատազենին, ու դրա համար է միասին սկսում ենք այս հաղորդումը։ Տիգրան ջան, սկզբից կպատմես քո մասին, ինչքան ժամանակ է Գերմանիայում ես, ինչով ես զբաղվում։ Բարև ձեզ, ուրեմն Տիգրան Խաչատրյան, Գերմանիայում եմ ապրում 93 թվականից, ասեմ, որ մոտավորապես 6 տարեկանից սկսել եմ որսով զբաղվել, հրաձիգ դառնալու համար մենք հետո այդ թեմայի մասին ավելի մանրամասն կխոսենք, որ շատ կարևոր է, լավ դիպուկ կրակելու կամ ընդհանրապես դիպուկար դառնալու համար որսորդությունը շատ կարևոր է, ուրեմն 6 տարեկանից որսով եմ զբաղվել, պարզ բանա, սկզբից պարսատիկով եւ այլ, հետո զենքեր, այս կոմենկոմ, 16 տարեկանից 10-րդ դասարանը ավարտելուց հետո գնացել եմ Սովետական Միության բանակում ռազմական ուսումնարան, ռազմական ավիացիայի ինժեներ մասնագիտությամբ, բայց դե ոնց որ ասում եմ, բախտս չբերեց Սովետական Միության փլուզման ժամանակներ իմ կարիերան ռազմական չստացվեց որպես ավիակոնստրուկտոր կամ ավիաինժեներ։ Հետո 93 թվականից տեղափոխվեցի Գերմանիա, որովհետև Գերմանիայում մեծ հորեղբայր ունեի, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ստեղ էր ապրում, որպես գերի ընկել էր Ղրիմի թերակղզում, ստեղ էր մնացել հետո։ Եկա ստեղ, սովորեցի բժշկություն, մեր գոլեգաներից մեկը ինքը ռազմական բժիշկ, կրակի հրետանու կրակի կառավարման հետախույս, մի անգամ պայմանավորեցին, որ ինձ իր հետ տանի հրաձգարան ու իմ համար շատ, ոնց ասեմ, տարօրինակ ու զարմանալի բան էր, ինձ թվում էր մինչև այդ ես եկել եմ խաղաղ անզեն քաղաքացիներ ունեցող պետության մեջ եմ ապրում, բայց փաստորեն այդ օր իմ համար մի հատ նորություն էր, որ բոլորը եկան իրանց ատրճանակներով, իրանց կարաբիններով, պոլոավտոմատ զենքերով եւ այլ, շշմեցի, տիպիկ սովետական մտածելակերպով, ռուսական սովետական կրթություն ունեցող, իմ համար այդ օրը շատ զարմանալի բան էր, ու հետո փորձեցի, տվեցին տղերքը, բոլոր տեսակի զենքերը օգտագործեցի, ատրճանակ, հրացան ու զարմանալին էր, որ բոլորի զենքերով իրանց այդ տերերից ավելի լավ էի կրակում, շատ զարմացան, ասում են դու ով ես, որտեղից ես, ու ասեց այդ գոլեգաս, ինքը մայոր էր եւ անեստեզիստ բժիշկ, մայոր, կրակի կառավարման հետախույս, ասեց դու լուրջ տաղանդ ունես, ասեց դու գնաս զբաղվի այս թեմայով, ասեց դու չպետք է աչքաթող անես էլի հրաձգությունը։ Ու տենց հետո դե ընտանիք, երեխաներ, մի քիչ ձգձգվեց այդ process-ը, ընդունվեցի բանակի ռեզերվիստների հրաձիգների կլուբի անդամ դառա, պարապմունքների եւ այլ, հետո դիպոկար զենք, ատրճանակ, ու հետո բանակի ռեզերվիստների վրով մի հատ հարց տամ, էլի կներես։ Բանակի ռեզերվիստների ակումբ ասի հրաձգության։ Այո։ Տենց ակումբ թե ակումբներ կան։ Ստեղ ստրուկտուրան ստենց է աշխատում, ամեն շրջանը, ոնց է ռայոնը սովետական միության հետ հասկացող ամեն ռայոնը ունի ռեզերվիստների կլուբը,
ու այդ ռեզերվիստների կլուբը զբաղվում է ռազմական կրթական թեմաներ, օրինակ քարտեզ ու կոմպաս են ասում, այսինքն կողմնորոշվել, քարտեզով աշխատել, ժամանակ առ ժամանակ լայստունգսմարշ ժամանակի վրա մարշեր անել, մարշեր անել, մարշեր ռուկսակով եւ այլ, հրաձգություններ, բանակը կազմակերպում էր, որ ռեզերվիստները գնան բանակի ակտուալ զենքերով պարապմունքներ անցկացնեն, Հեկլոն Քոխկե 36, MG3 այդ կարևոր բանը։ Ձեր մոտի զենքերը քանի օր են մոտավոր տևում է դրանք։ Դե նայած հրաձգությունները տևում էր մի ամբողջ օր կամ 2 օր, բացի դրանից առաջին բժշկական օգնություն եւ այլ տարբեր թեմաներով։ Ու ամենակարևորն էր, որ ամիսը 1 մինիմում ամիսը 1 անգամ դու իրավունք ունես կամ կարայր այդ գոլեգաների, տնկերներիդ հետ որպես ռեզերվիստ գնաս կոնկրետ հրաձգարանում քո պարապմունքներն անցկացնես։ Դե քանի որ հետո մեր հայազգի մեջ այդ գենը կա, այդ պերֆեկցիոնիզմի բանի, մեր հայերը ինչ որ անում են, լավ են անում, այդպես իմ կարծիքն է։ Գերմանացիները, ճապոնացիները, հայերը, հրեաները, դե որ զենք ես առել, ուզում ես լավ տիրապետես, այդպես կարդում է, խորանում է այդ թեմաների մեջ, ռուսական գրքեր այդ դիպուկահարների, պարապմունքների, բաների, իրանց ինստրուկցիաները, գերմանական բանակի, ամերիկական բանակի, անգլիական բանակի եւ այլ եւ այլ։ Ուսումնասիրեցի այդ թեմաները ու ոնց որ խորացա ու հետո նենց պարապում էի, նենց ոչինչ լավ ստացվում էր ու մեկ-մեկ նենց է լինում, որ այդ պարապմունքների ժամանակ հենց որ կրակելուց հետո պտտվում է, տեսնում եմ հետևս կանգնած ինձ են էլի նայում, որ նենց ոչինչ ռեզուլտատները գրավել ես էլի։ Այդ գրուպաները որ կրակում ես, այդ թեմաներն է էլի։ Մի խոսքով, հետո նորմալ երևույթ է, որ արդեն մի քանի տարի հետո որ կրակում ես, այդ ինչին որ դու ձգտում ես հասել ես արդեն, ավելի նոր նպատակ պետքա դնես, ու զարմանալի բաներ են էլ, որ գործի բերումը դες բժշկության մեջ եմ աշխատել, Օդեսայից, Ուկրաինայից արդեն յետ սովետական Ուկրաինայից մի հատ գնդապետ էր, ռազմական կոմիսար, եկել էր իմ մոտ սրտի ինֆարկտ էր, Գերմանիա ստեղ մեր հարևանությամբ կողքի գյուղը սրտի ինֆարկտ էր ստացել, կլինիկական մահ, ռեանիմացիա հետ էին բերել ու փաստորեն ես էի այդ մարդուն ես փրկեցի, ոնց որ հետ բերեցի դիալյուզ էսկոմենկոմ։ Ու ինքը ասեց Տիգրան, ասեց քո մոտ լավ ստացվում, ասում դու վաղ թե ուշ որսորդական տոմս ես անելու։ Ասի չէ, ինչ կարի կապը։ Ասեց դու իմ խոսքերը լավ իշի, դու որսորդ ես դառնալու։ Ու իսկականից 3-4 տարի հետո որ պարապում ես ինչին որ պետք է արդեն հասել ես ռեզուլտատները, մյուս լոգիկայով քայլը այնա, որ դու որսորդական տոմս պետք է անես։ Հիմա ինչ որ պատմում եմ, արդեն ստեղից շատ ուշադիր լսեք։ Մենք սկզբից ես ուշադիր էինք լսում, ասա։ Ուրեմն ես դե մարդ որ գալիս է մի պետություն բնակվելու, ապրելու, սկզբից դե ոնց որ տաքես չես հասկանում էլի ստեղի այդ նիստուկացը բանը։ Մի քանի տարի հետո որ արդեն սկսում ես հասկանալ ստեղի ուղղությունքը, այդ տրադիցիաները, պատմությունը, ուրեմն քանի որ խելքով ազգ է, քիչ թե շատ ու վերջին 200-300 տարիների ընթացքում միշտ պատերազմների մեջ է գտնվել ու քանի որ խոնավ երկիր է, դե որտեղ որ խոնավություն կա, բուսականությունը փարթամ է, որտեղ բուսականություն կա, ուրեմն կենթանական աշխարհն է։ Կենթանի կա։ Կենթանիները եթե բազմանում են, դու պետք է ռեգուլիրով կանես։ Վերջին գայլերին, վերջին արջերին սպանել են մոտ մի 100-150 տարի առաջ Գերմանիայում։ Այլ գայլ չկա։ Չէ, հիմա գալիս են հարավից մեկը արևելքից գալիս են, Լեհաստանից մեկը Իտալիայից բանը։ Խորվաթիայի կողմերից, բայց չկար, նոր հիմա շատացել են։ Այս վերջի քանի տարի առաջ մեր մոտ էր եկել։ Այսինքն գայլի, այսինքն կենթանիների բանը գլխականակի ռեգուլյացիան որսորդներ, մենեջմենտը որսորդները պետք է անեն։ Բացի այդ էլ, ես հետո հասկացա, այսինքն որսի հնարավորություն տալով իրանք ունեն դիպուկահար կամ դիպուկ կրակողների մի գլխականակ, որը որ միշտ ֆորմայի մեջ է, այսինքն ճիշտ սպորտային, ոնց որ ասում են, ֆորմայի մեջ է գտնվում։ Հիմա թիվ ասեմ կզարմանաք,
այսօրվա օրով Գերմանիայում կա մոտ 297,000 որսորդ, այդ ինչ է նշանակում, որ այդ մարդը գարանտիայով մինչև 300 մետր գլխի թիրախին խոցում է։ Այսինքն հասկանում էլի, մեր մոտ որ որսորդ ենք ասում, մի 80% հարթափողով մարդ ենք պատկերացնում, ձեր մոտ ոնց է, որ ճիշտ չգեն։ Այո, շատ կարևոր թեմա է։ Ստեղ որսորդական տրադիցիան միայն հիմնականում ասեմ 99%-ը բաներով է, ակոսավոր, այսինքն ասենք դիպուկահար զենքերով է, ասենց ասեմ։ Հասկացա։ Դիպուկահար զենքերով օպտիկայով օժտված հրացաններ ու ընդհակառակը մի բան էլ ավել իրանք արգելված է առանց օպտիկա ունեցող հրացանով գնաց որսի։ Ակոսավոր է։ Հարթափողով ուրիշ բան է այդ դրոն բանը, հա, որովհետև իրանք ասում են այնտեղ, քանի որ բնության պահպանության, էթիկա, կենդանիներին չտանջելու բանի մոմենտով դու պետք է կրակես շատ դիպուկ խոցես, որ ինքը առանց տանջվելու արագ։ Հա, որ վիրավոր չփախնի, դրան պատրանքային է ստեղծում։ Շատ կարևոր թեմա է դա։ Դա մի հատ այնպես գլխացավանք է ստեղ։ Դա էլ հենց իմ մոտիվացիան էր, որ որսորդները հիմնականում շուն պետք է ունենան, որ եթե խփում ես վիրավորումա, դու գնաս գտնես։ Հիմա տունը փոքր երեխաներ են, այն ժամանակ փոքր են իմ երեխաները, ոնց որ հիմա քո երեխաները, ասում եմ ախպեր կվարտիրայի մեջ ինչ շուն է, երեխա կհիվանդան է, մազա, հիվանդությունա բան, այսինքն դա էլ նորից իմ համար մոտիվացիա է, որ առանց դա էլ վաճ էի կրակում, ավելի խորանամ ու ավելի դիպուկ կրակեմ, այդ ունակությունները ավելի խորացնեմ ու տենց в общем հետո հետաքրիր բան է մի երկու խոսքով է պատմեմ այդ որսորդության կուրսերը բաները աշխարհի ամենադժվար ոնց է որսորդ դառնում դա շատ կարևոր է որովհետև մեր մոտ խեղճ նայում ես որսորդի գրքույկը տալիս են այդում ես չէ ասեմ այսինքն ստեղ որսորդները հարգված մարդիկ են ինչի համար որսորդական կրթությունը այդ որսորդական տոմս հանելը թե ֆինանսապես ոնց որ ավտոյի վարելու իրավունքի չափ մոտավորապես ստեղի գները տենցան մոտ մի 2-ից 3000 եվրո արժի այդ կուրսի որ գնում ես կուրսի որ փողը պետք է մուծես բայց ունես 12 առարկա դինա A4-ի մոտավորապես այս չափսի տենց այս հաստության գրքեր են դու այդ 12 առարկաները պետքա սովորես հենց անգիր ծանոթություն, փող, կաշառքման չի անցնում ու ամենադժվար այդ քննությունները հենց Բավարիայում են որտեղ որ ես եմ ապրում Գերմանիայի հյուսիսում, արևելքում, արևմուտքում ավելի հեշտ ու ավելի կոմպակտ են կուրսերը շատերը Բավարիայից որ ուզում են գլխացավանքը քիչ լինի գնում են ընդրանք են տոմսերը հանում այսինքն Բավարիայում տոմսը այսինքն որսորդական կուրսը սովորել գնալ ստեղ քննությունները հանձնել ստանալ դա շատ լուրջ թեմա է դա նշանակում է այս մարդը խելքով մարդ է լուրջ մարդ է էլի Էդ սովորեցինք իմ համար հեշտ էր քանի որ ես բժշկություն սովորել եմ հետո տեխնիկական կրթություն ռազմական թեմաներին լավ ծանոթ էի օպտիկական սարքերին բաներին իմ համար շատ հեշտ էր այդ ամեն ինչը այսինքն սովորեցի բայց մի անգամ կտրվեցի որովհետև շուն չեմ սիրում ես ինձ 5 տարեկան հասակում գերմանական ավճարկան գծելա հա այդ թեմայից ես մի անգամ կտրվեցի ինձ էլ ակացրի փոքր վաղ մի երկար ժամանակ հետո ինքս ախտահարել եմ հա հենց այդ տոմսի այդ ուսման ժամանակ այդ ոնց ասեմ այդ ատելությունը շների նկատմամբ անցավ մոտիցս դա էլ օգնեց էլի ու հետո որ գնում ենք այդ պարապմունքների հրացանով պարապմունքների համար այդ ինչ են ասում որ տարելկա են կրակում ապսեները ստենդային հրաձգություն հա ստենդայինի հետո բանը մեր 36 հոգի ենք այդ կուրսի ընթացքում առաջինը ես խոսեցի դե այն մյուսը բան օպտիկական հրացանով թիրախները դա հիմա խաղուպար էր ասենց ասեմ ատրճանակ կրակներն էր խաղուպար տեսան ինստրուկտորն ասում ռուսիշը պարտիզան մի անգամից ասեցի իրանք հասկացան որ թեմայի մեջ եմ էլի երևում է արդեն երևում է այդ գրուպայից կանգնած սենց բան ես անում անգեշտրիկին սենց
հրացանը ձեռքով բռնում ես, հենց փայտ են տնկում, ոնց որ ճյուղի վրանց ես պետք է բռնես ձեռքը, հրացանը դնես, պետք է դնես, կանգնած է, շատ նիստաբիլ բան է, բայց դե էլի sense գրուպա կրակեցի, 5 կրակացում է, ասма ռուսիշը պարտիզան, ասի, Միատ հարց էլի, այդտեղ ինչ զենքեր կարելի է առնել։ Բանը ավտոմատիկ զենքերը արգելված է, այսինքն full auto էլի, այսինքն դրանք հասկանալի է, ավտոմատները, պուլեմյոտները։ Նորմալ է, բայց դե մնացածը ատրճանակներն էլ իրավունք ունես, համ որպես սպորտային հրաձիգ, համ որսորդ, որովհետև խոզի որսը, դա շատ վտանգավոր բան է։ Ամեն մարդու բան չէ։ Ամեն մարդու բան չէ, որ կրակում ես այդ վարազները, այդ որցերը շատ իրանք, ոնց ասեմ, շատ կայուն կենթանիներ են, որ կրակում ես, վիրավորեցիր կարա հարցակվի վրա։ Խփում է, դեպքեր եղել է, այս մեր կողքի անտառում այդպես դեպք է լավ, խփել էր մեր ընկերոջը, այդ ժանիքներով կտրել էր ոտի մեջի այդ արտերիան կտրել էր, արունահոսեց այդպես մահացավ։ Դրա համար ատրճանակը, որ գնում ես կոնկրետ խոզի որսի, պետք է ատրճանակը հետդ լինի, բանա։ Չէի վերցնում, սկզբից հետո մի հատ այնպես դեպք է լավ, հետո իմ papan էին վրան ջղայնացավ, ասեց, այդ տղա գնում ես խոզի որսի, գիշերը ժամը 3-ին հելա գնացի անտառ։ Մեծ այնպես ահռելի մի վարազ էր, մի 150 կիլոնոց կլներ, գնացի այնպես դաշտ էր, արածում էր այնտեղ։ Ինքս էս հանգիստ քաշվավ գնաց բաների մեջ, ծառերի տակ, ասի դե գնաց, ինչ է լավ։ Եկա մեքենայի մեջից դուրս եկա հետը, որ բագաժնիկը բացեմ, զենքս հանեմ, տնա կողքս կայնացա։ Կյանքից մեջ տենց արագ հրացանը դիսկավորած չկա։ Միատ հարց էլի, պուլեմյոտ բան, ավտոմատ մեր մոտ չի կարելի, բայց քաղաքացին ինչ որ ձև ունի դրանով կրակի, ասենք հրաձգարանում կամ ռեզերվիստը Ռեզերվիստը ունի, ես էլ բանակի ռեզերվիստ եմ, հետո տեսան, որ բանը ինձ ուղարկեցին բանակ ծառայելու մի որոշ ժամանակ, որ բժշկական կրթություն ունեմ, որպես ոնց են ասում, սանի, combat medic էլի, սանի։ Բանում ռազմական հոսպիտալում պրակտիկա, դրանից հետո այդ ինչ են ասում։ Բանը, սպայի կոչում են տվել կամ։ Սպայի կոչում ես կոմենտում։ Ռեզերվիստներ իրավունք ունեն, գնում են պարապմունքների, ավտոմատներ, պուլեմյոտներ, գրանտամյոտներ եւ այլ, ամեն ինչ։ Իրանք կանչով են գնում, թե դու կարաս քեզանով որոշես այդհաս պարապես։ Իրանք ոնց ասեմ, ցուցակ ունեն, տերմիններ են ասում, այդ օրերը պարապմունքներն է, դու եթե ուզում ես, քեզ գրում ես այդ ժամանակվա համար ու դու գնում ես պարապմունքների նորմալ է, ոնց է բանակում հրաձգությունը։ Թե սովետական, թե ռուսական, թե հայկական բանակում մոտավորապես տենց է։ Գնում ես, մասնակցում ես այդ պարապմունքներին, ինստրուկտաժներին եւ այլ։ Հետո ոնց են ասում հրաձգարաններին, որ հրաձգարանի ինստրուկտոր, այդ դասընթացները այդպես կան, բանակի կողմից արծվում է։ Բանակի կողմից է արվում, ոչ ոստիկանության կամ ԱԱՑ-ի։ Բանակի կողմից, հետո կան կիսա քաղաքացիական կամ սպորտային կլուբեր, իրանք էլ են այդպես բաներ կուրսեր առաջարկում, բայց ես բանակում եմ արել այդ ինստրուկտորի բանը, ինչ են ասում այդ կուրսը։ Քննություն, Մեր մոտ հարութը կամ դու որ հսկում եք տղերքին, որ ջայլները որ ամեն ինչ ճիշտ անեն, անվտանգության կանոնները, բաները, որ մեկը մեկին չվնասի, բան, այդ մոմենտներն էլի։ Հասկացա։ Ձեր տնից ասենք 50 կիլոմետր շարժվով քանի է հրաձգարան կարաս հիշես մտով էլի։ Շատ կարևոր թեմա է։ Այդ հրաձգարանների ցանցի մոմենտն ասեմ, ուրեմն ամեն ռայոնում ամենակիչն եմ ասում, մի հատ հրաձգարան կա, որը որ մեծ կալիբրի, այսինքն նորմալ դիպուկահար հրացանների, պոլոավտոմատների համար եւ ատրճանակների համար պարապելու տեղ կա հրաձգարան, թե ստորգետնյա, թե վերգետնյա, նայած ինչ տարբերակն է, ամենակիչը մի հատ։ Իսկ ամենակարևորը ամեն գյուղի մեջ, որը որ նույնիսկ 5 տնից է բաղկացած, ամեն գյուղ բառից բուն իմաստով ունի իր հրաձգարանը պնևմատիկ ատրճանակի եւ պնևմատիկ հրացանի։ Եվ երեխաները ստեղ ամենաուշը 12 տարեկանից գնում են
ոչ բոլորը, մարդկա գնում է ֆուտբոլի բան, բայց դե հիմնականում գնում են հրաձգություն են սովորում, այդ կլուբին պատկանող հրացաններով, եթե զգում են այդ երեխան տաղանդ ունի եւ լավ ռեզուլտատներ ցույց տալի, օգնում են, շատ ժամանակ կլուբն է առնում նվեր տալի այդ հրացանը, կամ ծնողները եւ այլ, ու այդ հրացաններն ասեմ շատ են, լավ թանկ լուրջ հրացաններ են, որ գնում են դրանով օլիմպիադաներին են մասնակցում, սկսվում է 3000 եվրոից եւ բարձր, մինչեւ 5000, շատ լուրջ գործիքներ են։ Ու դրանից կարան մարդիկ ունենան սպորտային։ Ազատ է, այդ պնևմատիկ հրացանները բաները ազատ է, երեխաները 12 տարեկանից իրավունք ունեն գնան, ծնողները գնում են, ջոլի կախվածություն բան կա, որ այսքան ջոլից վերև պետք է գրանցեն։ Հա, ինչքան գիտեմ 7.5 է։ Հա, մեր մոտ էլ է այդպես։ Հա, դե իմ թեման չի, ես կոնկրետ դիպուկ հրացանների բանը ես այդ եմ սիրում, այդ իմ մարը։ Ֆորմուլ 1-ը այդ է իմ համար։ Հեռահար կրակել, դիպուկար հրացաններ։ Հա, մի բան էլ ասեմ, կուլտուրայի հետ է կապված, որսորդական կուլտուրայի եւ բանի։ Իրանք հասկացել են, քանի որ վերջին 200 տարին միշտ կռիվների մեջ են լինել երկու համաշխարհային պատերազմ, իրանք հասկացել են։ Պատերազմը որ սկսվում է, սենց մատով սենց անես ու պատրաստի ինչ որ դիպուկ կրակող մարդկանց գլխականակ հայտնվի, դա ֆանտազիա այդպես բան չկա։ Ամենակիչը իմ կարծիքով, քանի որ այդ թեման գործի բերումով ուսումնասիրել եմ, 1.5-ից մինչև 3 տարի պետք է, որ մարդը քիչ թե շատ ստաբիլ գրուպա հավաքի դիպուկար հրացանով, մեկը եթե ընդունակա կարող է ավելի շուտ, մեկը ավելի ուշ, մոտավորապես 1.5-ից 3 տարի պետք է, որ դու ստաբիլ ռեզուլտատ ցույց տաս հրացանով։ Այսինքն որսի հնարավորությունը կա, հրաձգարանների ցանցերի հնարավորությունը կա, թույլ են տալի, որ մինիմում մի անգամ ամիսը դու գնաս պարապմունքների ու այդ զենքի կուլտուրան, այդ որսի կուլտուրան, այդ ամեն ինչ իրար հետ ցես փոխկապակցված բան է։ Շատ ժամանակ ինձ որ գիշերը խոզի որսից ժամը գիշերվա 1-ը, 2-ը, 3-ը որ գալիս էի, դաժե բանի ժամանակ այդ կորոնայի այդ լոկդաունի ժամանակ որսորդների իրավունք ունեն գնային դուրս գային։ Որսի, հա։ Հա, որսի, որովհետև կարևոր բան է, դու գլխականակը պետք է բան անես մի քիչ, պահես ցածր, որ ավարիաներ չլինի, բան չլինի, որ շատ անում են, հելում են փողոցները, ավարիաներ լինում, մահացու շատ ժամանակ։ Լինում է վիճակ, որ հատուկ կոչ անեն, ասեն շատացել է, ինչ որ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ կամ ինչ որ ձեր կանալներով, որ խնդրեն ասեն հատուկ գնացեք որսի։ Ասեմ, այտենց ոնց է լինում, ամեն որսորդական, ուրեմն որսորդական տերիտորիաները բաժանված են, ոնց որ ցանց կա, ոնց որ կառավարման ռայոններ, շրջաններ, ինչ որ ռեգիոններ, նույն ձևով որսորդական տերիտորիաները չափեր ունեն 600-ից 800 հեկտարը դաշտավայրային տերիտորիաներն է, հեկտար, իսկ դեպի ալպիական սարերը մեզնից մոտ 100 կիլոմետր դեպի հարավ 2000 հեկտար է ստանդարտ չափսը, բանի որսորդական տերիտորիայի։ Գլխավոր որսորդը, որը որ վարձում է այդ տերիտորիան, ինքը վարձ է տալի այդ տերիտորիայում գտնվող ֆերմերներին, ինչ որ սիմվոլիկ թիվա, որ ինքը պետքա տա, որ այդ տերիտորիան ինքը օգտագործի որսի համար։ Գլխավոր որսորդի հետ կան օգնական որսորդներ նայած տերիտորիայի մեծության մոտ մի 5-ից 10-15 հոգի։ Քանի որ հա, պետությունն էլ ամեն շրջանի որսորդ միությունը ամեն որսորդական տերիտորիայի վրա թիվ է դրել, որոնք որ այդ թվերը եկել են տրադիցիայով, այսինքն տարիների ընթացքում իրանք գիտեն մոտավորապես որտեղ ինչքան որս պետք է արեցվի։ Ու գլխավոր որսորդը պատասխանատու է, որ այդ գլխականակ ինքը ամեն տարվա վերջում այդ պոզերը, բաները, տրոֆեին շահեր ասում ստեղ։ Տանում ցույց են տալի, հետո նայում են որն է մեծը, մեդալա շահում, բան անում եւ այլ, այդպես տրադիցիաներ կան։ Մի հատ բանի չասեմ, էլի։ Հա, հասկացա, ձևը հասկացա։ Եթե մեկը օրինակ դիպուկահարության մեջ խորանում է, կա ինչ-որ լիմիտ, որ այդտեղ պետությունն է, ուժայիններն են, ասեն հերիկա։ Չէ, լիմիտ չկա, ընդհակառակ ինձի եկան մոտիկացան, ասեցին, որ որպես ռեզերվիստ այն ժամանակ սենց էր, այն ժամանակ որ ֆինանսական հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, եթե խոսքս մոտ մի 15-17 տարվա մասին է խոսքը,
նույնիսկ ռեզերվիստներին ընդունակ, որ զգում են, որ տաղանդ ունի, պետության կամ բանակի ծախսերով ուղարկում էին հատուկ դիպուկահարների կուրսերի արագացված, մեկ շաբաթ, այսինքն գնալով որ կվալիֆիկացիան բարձրացնի։ Ես մի հատ լավ նապարնիկ ունեի, ով մի իրան ինքը շատ ոնց ասեմ, յուրահատուկ մարդ էր, ինքը որպես անձնավորություն, որպես ռազմիկ, գերմանացի էր ազգությամբ, տեսա որ գնացել է այստեղ Մյունխենի հյուսիսային մասում ռազմական հրաձգարան կա, այն ժամանակ դրագունով էի առել։ Այս տարածաշրջանը ոչ մեկ չուներ, որ տեսան շշման բան, վայ, ասում կարելի է հրացանդ կրակեմ, ասի խնդրեմ, խնդրեմ չի։ Հետո որ կրակեց, հետո իր սակո թերգեն տվեց, ասեց մի հատ կրակի տենամ դու ոնց ես, դե պարզվանա 10-ից 10 խփեցի 300 մետրի վրա։ Ու ասեց ես քո նման մարդ եմ անգալի, ասում դու այսօրվանից դու իմ նապարնիկն ես։ Բան արեցինք, ոբշե, ընդունեցին, բան գնացինք այդ կուրսերի բաների, հետո այդ խեղճ մարդը մահացավ սրտի ինֆարկտից։ Այսինքն ուրեմն Գերմանիայի Բավարիայի հարավային մասում, Ավստրիայի հյուսիսային մասում տենց մի հատ սարերի մեջ մի հատ պլատո կա, անունը Ռայթա Ալպե, այդտեղ Բավարիայի լեռնահրաձիգների պարապմունքների բանն է, էլի ոնց ասեմ։ Տեղը, հավաքատեղն է, որտեղ հավաքատեղն է, ասես բարձր սարերի վրա, ասես հարթավայր է, 2000 մետր բարձրության վրա, մոտավորապես։ Տերիտորիայի կեսն համ Ավստրիայում է գտնվում, համ Բավարիայում, այնտեղ պարապմունքներ, այս կողմ այն կողմ, ու իմիջիանոց մի բան էլ ասեմ, անկյունային կրակոցներ, սարերում, անկյունային կրակոցներ, շատ կարևոր թեմա է, որը որ Հայաստանում էլ է շատ կարևոր, այդ թեմայով վերև-ներքև, չէ՞։ Հա, վերև-ներքև, բան է կոսինուսի մոմենտն է, որ պետք է հաշվարկներն անես։ Արցախից հետո մեզ վերև է պետք էլ, վերևից ներքև դիք շատ չունենք։ Հա, էդի հենց կոնկրետ այդ դասընթացները ընդեղ անում են ու նատոյական դիպուկարները բաներ շատ ժամանակ գալիս են Ավստրիա, Բավարիա, կանադացիներն են այդ անկյունային կրակոցների մասնագետները, ամերիկացիներն են շուտ գալի մեր մոտ պարապմունքների բաները, շատ կարևոր թեմա է դա։ Դա հետագայում դու պետք է կազմակերպես տղերքին պարապացնես, էլի։ Մենք որ հրաձգարան ենք փոխում, ամեն ինչը փոխվում է, որտեղ այստեղ համ Հայաստանի տեղն է բարձր, ցածր էլի, ասենք միտեից միտե կարա 400-500 մետրի տարբերություն տա։ Համ այդ ուղղությունները աճից ցախ, քամիները, բարձր ցածրը, մեր մոտ օրինակ 6 աստիճան է դեպի վերև, այն 700 մետրները, էլի, բավականին հետաքրքիր է, միտեղ պարապելով մարդ չստառնա, էլի։ Դե մինչև 300 մետր, մինչև 15 աստիճան, ասում են կարաս բանանես, անտեսես այդ անկյունային այդ կոսինուսի հաշվարկները, բայց 300 մետրից հեռու 15 աստիճանից բարձր արդեն դու պետք է այդ բաները կլիկերով աշխատես ու շատ կարևոր է հենց լավ իսկական լավ աստիճաներ, գցենք 20, 30, 50 աստիճան, հենց հատուկ տեղեր կան հրաձգարաններ ալպիական սարերում, այդտեղ պարապում են, էլի, նատոյական դիպուկարները։ Դե մի հատ կետին եմ ուզում ուշադրություն դարձնենք, որ ձեր մոտ եթե ասենք ես ռեզերվիստ եմ, դիպուկահար եմ ու լավ մարդ գտա քո օրինակով կարամ ինչ որ ձևով այնպես անեմ, պետությունը ինձ ու քեզ պարսարկի։ Սույքսար։ Ոնց որ քո ընկերն արի։ Հա, sense tenants դու վաղ թե ուշ պետքա ինչ որ մեկին գտնես։ Հետո այդ իմ լավ ընկերը որ մահացավ, մի հատ ուրիշ շատ ուժեղ հրաձիգ ընկեր կար մեր կլուբի անդամ։ Ու ինքը այնքան ուժեղ էր, որ ինքը տարին ինչքան գիտեմ 2 անգամ Լեհաստանում նատոյական բոլոր այդ պետություններից բանակներից գալիս են այնտեղ համ դիպուկահարների լրիվ բաներով էլի պիստոլետ ատրճանակ ավտոմատ գնդացիր դիպուկահար զենք ինքը այնքան ուժեղ հրաձիգ էր որ գնաց այդտեղ առաջի տեղ շահեց եկավ ինքը լեռնահրաձգային բան հետևակում ա ծառայել առաջի տեղ բռնեց շատ ուժեղ հրաձիգ է հետո բան արեցի որ ինձ նապարնիկ դառնա որպես այդ տիկուկար ինքն էլ լավ զենք էր առել այն ժամանակվա համար ամենալավերից է տիկա թե 3 տակտիկել այդ դրանից էր առել այն օրը թվանք ենք նկարել դրանով
Դրա առաջին այն ժամանակ այդ իլը չկար, այդ ալյումինիովի շասին չէր, այլ այն բանը պոլիմերնի պլաստմասի բաներով, պրիկլադով։ Իմիջիալոտ այդ վերջին հաղորդում շատ լավն էր, դուրս եկավ, ասեմ ռեսպեկտ։ Արմենը շատ լավ տղա է, ում հետ նկարել ենք։ Հա։ Բանը ինչ է ուզում ասել, հա, հետո որպես լավ հրաձիգ ասեցի լավ, բան անենք, իրար հետ սկսենք աշխատել, իրար հետ պարապմունքների բաները, շատ կարևոր բան է։ Այդ տղու հետ աշխատելը չէր ստացվում, այսինքն քիմիան չէր բռնում էլի, ինքը բան էր էլի, ոնց ասեմ, ես կոնկրետ ստանդարտներ կա այդ աշխատանքային process-ները, բաները, հետո խոսում եմ մեկի ուզում է թազա բաներ հնարի, բան չէր ստացվում, ասի լավ, ինչ ասեմ։ Հետո մի հատ էլ ուրիշ մեր սովետական միության պետությունից Ղազախստանից կոնկրետ գերմանացի ազգությամբ այտենց տղա էր, ինքը Օրսիս արավ, ես իր այդ դիպուկար համակարգը հավաքեցի, պրիստեր կարեցի բանան, ինքը ասեց գամ ինձի պարապասրա, հետո որ գնանք մրցումների բաների, ինքն էլ հա լսում էր բաներ անում, բայց թափ թփուկ է, շատ կարևոր բան է, էս էլ խարակտերի բան կա, դիպուկարների համար, դիպուկար հրաձգության զբաղվող մարդը պետք է շատ Զուս բավակ կերպար լինի, ասում եք մասով ես եմ մի քիչ խնդիր ունեմ։ Հա, բան էր, իր աքսեսուարները թողում էր այնտեղ, բան։ Ես էի գնում իր հետևից իր ապրանքներն էի հավաքում, ասում ախպեր, վեշը քո ունեցվածները կորի գողանան կտանեն, ինչ ես, պատրոնները թողել ես այնտեղ, ռեմենը թողել ես այն մյուս տեղը, լազերնի դալնամբեր այնտեղ ես գցել։ Հավաքի քո հետևից, դու ոնց կլինի։ Տեսա չէ, դրանից բանդուս չի գա։ Ասում ես որ ասա, գնացիր որսի մեջ խորացա, դե էլ է, քանի որ թեմա է, որսորդության թեմայով որ խորացա բան, հետո պատմեցին դե, որ տեսան, որ լավ կրակում եմ, այդ մեր դասավանդողներից երկու հոգին ասեն տրադիցիա է այտենց, են լավագույն աշակերտներին հրավիրում են իրանց տերիտորիա որսի, որ տենում են լավ մռանչայով պատիվ են անում, հասկացա։ Այո, պատիվ են անում։ Մեկն ասեց գգաս իմ մոտ քո առաջի կղտար որսը գգաս իմ տերիտորիայում կխփես։ Հա։ Գնացինք նստանք, ինքը տեղն արեց, մեկ է զանգեց, ասեց վազելով արի իմ մոտ։ Հա, վազելով արի իմ մոտ ու գնաց, ոչ եմ, գնացինք իդեալական հեռավորություն 120 մետր։ Մեքենայի այդ վրա ռուքսակը դրեցի, իմ ավստրիական այդ շտայա SSG04 դիպուկար հրացանով, դիպուկար բանով, բան այդ օպտիկական սարքով, պրոբլեմ չէր, այսինքն իդեալական կրակ պահեցի այնտեղ, խփեցի, ոնց որ պետք է իդեալական, տեսան որ մասնագետ եմ, ասում չէ, ասում կարաս մնաս իմ մոտ որսի մշտական։ Հետո այն մյուս դասավանդողն էլ ասեց մի հատ էլ իմ կողմից քեզի պատիվ։ Գնաց, մի հատ էլ իր մոտ գնացի, խփեցի, հետո լսեցի, որ այս երկուս իրար մեջ կռվում են, թե ում մոտ պետք է գնամ։ Հա, ում ամեն մեկ ուզում է իր մոտ տանի, որտեվ դիպուկ կրակելը, ոնց ասեմ, դա ամեն մարդու բան չէ, դա ունակությունն է կամ արվեստական արհեստ է, դա ոնց որ լավ բժիշկ, լավ օդաչու, լավ ոսկերիչ, դա տենց ունակություն է, դա ամեն մարդու բան չի։ Ասում եմ մենք մի կեժամ արդեն իրար հետ խոսացել ենք, ես ոնց նայում եմ մի հատ առանձին հաղորդում է զինագործության ու ռելոադինգի կանենք։ Այսի որպեսի փագենք, զուտ ասում եմ կարճ մի հատ որ խորհուրդ տաս Հայաստանում ինչ անենք, որովհետև ես այս հաղորդում ես դրա համար եմ նայում, որ քեզ լսենք, պատկերացնենք զարգացած երկրներում ինչեր կա, փորձենք աճենք, մեզ կնայեն թե ոստիկանները ովքեր օրենքներն են փոխում, կառավարությունում, ինպես իմ ընկերները, բան բոլորը, մենք նայելու տեղի խնդիր ունենք, էլի, որ օրինակ մենք որ հրաձգան էինք սարքում, տեղ չկար, թե ենք նայենք կոպիա անենք, պատկերացրիր։ Հիմա ինչ խորհուրդ կտաս, ասենք, որ այդ էլ մի երկու րոպեի մեզ ձևակերպես ընտիր հաղորդում ես։ Հրաձգարանը որ ստեղծել ես, դա շատ մեծ, շատ հա, թիմով որ ստեղծել եք, դա շատ ուժեղ գործ է, ես դες ասեմ, ու այդ հեռավորություն, մանավանդ այդ հեռավորության վրա, որ մարդիկ կան հնարավորություն ունենան կրակեն, օրենսդրության մոմենտներով բաներ կա, որ պետքա փոխվի, մանավանդ շատ կարևոր է այդ reloading-ի մոմենտը, արագության մեջ օրենսդրության այդ բազան պետքա փոխվի, որովհետև
Ամերիկայում Ամերիկայից 50-ական թվականներից սկսվել է այդ reloading-ի այդ կուլտուրան, այդ ունակությունները, տեղափոխվել է կոնկրետ Գերմանիա համար առաջինը Եվրոպա, հետո նոր տեղից տարածվել է ամբողջ Եվրոպայով մեկ ու Ուկրաինայի պատերազմից առաջ Ռուսաստանը sense դրանց իրանք հասկանում են իրանք գլխին ինչ է գալու ու իրանք արագի մեջ այդ OSAF-ի համակարգի մեջ այդ Rossniping ֆեդերացիան ստեղծեցին ու ամենակիչը Rossniping-ի ամենալավ հրաձիգներին թույլ տվեցին, որ իրանք որպես պիոներ reloading-ով այդ իրավունքը ստանան։ Երկար պատմելու ենք մյուս հաղորդման իրավիճակի ցավոտ կետերից է։ Անպայման պետք է արեցվի, ես իմիջիայլոց ես ինձ կանչել են զրույցների բան, որ այդ օրենքների մոմենտներով է ճշտեն։ Մենք հետո կխոսանք այդ թեմանով, reloading-ն շատ կարևոր ու ստանդարտիզացված պարապմունքներ, հավաքներ։ Կոմունիկացիան շուտը մեկ է սպոտեի միջև այդ ստանդարտիզացված բառակապակցությունները, բաները, ոնց ասեմ, նախադասությունները, որ իրար հասկանան, ստանդարտիզացված դիրքերը կրակելու պարկած, չոքած, որտեղ միշտ չի որ դու պետք կարաս մենակ պարկած իդեալական վիճակով կրակես, շատ ժամանակ փլատակների խորքից, շենքի խորքից պետքա կրակես, կանգնած այդ պարապմունքներն է պետք անել, մրցումները, պրակտիկ պարապմունքները, թեորիա, հերավորության քարտ ստեղծելը, այդ էլ է շատ կարևոր, ոբշեմ էլի, տենց։ Հետո այդ մի բան էլ կարևոր ասեմ, կարող է ասեն շատերը մենք դիգիտալնի ժամանակում ենք դիգիտալ ժամանակում ապրում ենք Sniper data book բլոկնոտ սնայպերը շատ կարևոր թեմա է էդի ոնց ասեմ դիպուկը հարի կամ հրաձիքի բիբլիանը առանց դրա այս կետին եկանք այն բանին որ դու գաս Հայաստան մեր համար դաս անելու ես չէ մենք ինչ է պրոբլեմ չկա այդ դատաբուքի մոմենտով է մենք բան կանենք կնստենք մի հատ իմիջիալոս 44 օրյա պատերազմից առաջ ես եկա ես ինձնով ուզում եմ այդ հայերեն լեզվով այդ դատաբուքը բան անեի տպե բան որ գնում է տպարաններ բան չեն հասկանում բան են անում ասին է սով է ինչ է էս ինչ է խոսում այտենց էլ իրար հետ կանենք հասկաց դե ինչ ընկերներ ավարտվեց մեր առաջին հաղորդումը աշխարհի զինված հայերի հուսով եմ ձեզ դուր եկավ իսկ եթե այդպես է առաջինը բաժանորդագրվեք ով որ չի բաժանորդագրվե երկրորդը կարող եք միանալ մեր Patreon-ին, տարածել այս նյութը կամ ու երրորդը, որ ամենակարևորն է, եթե դեռ զենք չունեք, գնացեք սկսեք ձեր զինվելու process-ը, որովհետև հեչ նորմալ չի ապրել Հայաստանում 25 թվականին ու ուլնել անզեն։ Այսքանը